Ողջույն, այսօր մեր հյուրն է Սիրանուշ Դավթյանը, հոգեբան, հոգեթերապևտ, Սիրան ջան, այսօր խոսելու ենք բռնության եւ հատկապես գենդերային բռնության թեմաներով, ինչի եմ այս թեման նախատեսել, որովհետեւ մեր մշակույթում ցավոք շատ հաճախ ենք հանդիպում այս թեմային եւ կուզեի խոսենք նրա մասին, թե ընդհանրապես բռնությունը ինչ ազդեցություն կարող է ունենալ եւ ինչի է ակտուալ խոսել մասնագիտական դաշտում դրա մասին։ Ողջույն, իրապես շատ համաձայն եմ ձեր հետ, բռնության թեման շատ բարդ ու բազմաշերտ թեմա է, հատկապես մեր նման մշակույթներում, որտեղ մենք ունենք հետ պատերազմ, պատերազմական ժամանակաշրջան, ընդհանրապես որտեղ պատերազմը շատ ուղիղ կապ ունի բռնության մեծացման, լայնացման ու ընդհանրապես բռնության նկատմամբ հանդուրժողականության ձևավորման վրա ու իրապես այո, մենք հիմա եւ մասնագիտական դաշտում եւ ոչ միայն մասնագիտական դաշտում բարբերաբար բռնության տարբեր դեպքերի հետ ենք առնչվում, տեսնում, դասում ու կարծես թե բռնությունը անդադ մեր կողքն է, ու մենք ուզած-չուզած սենսիտիվության նվազում ենք ունենում դրա նկատմամբ, իսկ մասնագիտական դաշտում դա բավականին վտանգավոր է։ Այսինքն եթե այցելուն գալիս է ու պատմա բռնության դեպքում մենք մի տեսակ մտածում ենք դե նորմալ է, երևի էս էլ ինչ որ մաս իրակյանքի եւ այլ ու փակում ենք դա, անում ենք այն ինչ որ հասարակությունն է անում ու բնականաբար թողում ենք այդ բռնության տրավման, որը բնականաբար շատ ավելի բարդանալու է հետո։ Այս պատճառով ինքը շատ մեծ թեմա է, որտեղ որ կա եւ անձնական խարանների, այսպես ասած, վերլուծումը եւ հասկացումը, ինչեւ է թերապիա մտնելը, եւ արդեն թերապիան բարբերաբար թեմայի նկատմամբ զգայունությունը մեծացնելն ու սրել է, այսպես ասած։ Այսինքն անկախ նրանից, որ այս թեման ոնց որ մշտապես ակտուալ է եղել, այսօր հատկապես պատերազմական իրավիճակներից հետո ոնց որ չափանիշներից մեկը հենց բռնության աճն է եւ բռնության նորմալիզացիան է եւ երբեմն նույնիսկ մասնագետները կարող են փաստորեն նորմալիզացնել այս բռնությունը։ Այո, ցավոք սրտի, ինչու որտեղ պատերազմը եթե նայում ենք, ինքն էլ է բռնության տեսակ, այս դեպքում կոլեկտիվ բռնության տեսակ է որպես այդպեսին, որտեղ կա այդ հաղթողի եւ պարտվողի մասը, բնականաբար դա էլ իր հերթին ավելի բարդացնում է հուզական վիճակը եւ առհասարակ հետևանքները, ու հետո բնականաբար երբ որ այդ կոլեկտիվ բռնության ֆենոմենը արդեն տարածվում է ու մենք ունենք այդ բանը, որ օքեա սպանելը, օքեա, չգիտեմ, խփելը եւ այլը, ինքը բերում է արդեն մշակույթ, հասարակություն, որտեղ որ այդ օքեա, այսպես ասած, մնում է ու ստեղծվում է մի միջավայր, որտեղ որ կարծես թե օրինակ երեխային խփելը դե դաստիարակչական ապտակ է, չգիտեմ, ինչ որ մեկին հարվածել է դպրոցում ուսուցչուհի է կամ ուսուցիչ է, համբերություն չունի եւ այլն, այսինքն մենք անընդհատ ինչ որ արդարացումներ ենք փնտրում, որովհետեւ ընդհանուր մեր հետևը, այսպես ասած, մեծ մի հատ բռնության անպակուտակված պատերազմի ու ընդհանրապես կրկնվող պատերազմի ձևով։ Սիրան, իսկ ինչ տիպի բռնությունների ենք մենք հանդիպում մեր աշխատանքում։ Մեր աշխատանքում շատ տարբեր տեսակի, հիմնականում եթե դիտարկենք, սենց կարելի է այսպես ասած մարդու կյանքը, եթե սենց գծի նման նայենք, սկսվում է մանկությունից եւ ավարտում է ծերության տարիներով բռնության բոլոր դրսևորումները, հիմնականում մանկության տարիների, եթե ավելի մեծահասակ տարիքի այցելուներ են, խոսում են մանկության տարիներում բռնության ենթարկվելու մասին ծնողների կողմից, այստեղ ընտանիքի ներսում բռնության մասին կամ երբ որ ծնողներն են ծնողներից մի կողմից մի ծնողի կողմից մյուսի նկատմամբ բռնություն է եղել, հետո արդեն գնում ենք դեպի պատանեկություն, որտեղ ցավոք սրտի մեծանում է սեռական բռնության դեպքերը ու շատ ցավոք սրտի, ու հետո արդեն գնում է երիտասարդ տարիներ ու հետո արդեն հասուն տարիքում ամուսնական տարիներին ընտանեկան բռնության դեպքեր ու այսպես շարունակ։ Ցավոք սրտի ամենաշատը երևի թե եթե նայենք թիրախավորված են կանայք եւ աղջիկ երեխաները, այսա պատճառով որ շատ հաճախ խոսում ենք գենդերային բռնության մասին, որտեղ որ թիրախավորվում է կինը եւ աղջիկ երեխաները անչափահաս սեռով պայմանավորված, գենդերով պայմանավորված, բայց ընդհանուր առմամբ եթե նայում ենք հասարակության, այսպես ասած, տոլերանտությունը բռնության նկատմամբ, բոլոր բռնության դրսևորումները ցավոք սրտի շատ ակտուալ են։ Այսօր ճանապարհին գալիս էի ու նայում էի ինչ որ նյութ դպրոցում ուսուցչուհին աշակերտին ինչ որ հարվածել է, բուլինգի է ենթարկել ու այդ ոնց որ մնացել է ծնողը մենակ։ Իմ համար մի քիչ տարօրինակ է այս դրսևորումները, որովհետև ընդհակառակը ամբողջ դասանի ծնողները պետք է կանգնեն այդ ծնողի կողքը եւ փորձեն աջակցել, որովհետև իրենց յուրաքանչյուր երեխան թիրախի տակ է, եթե ուսուցիչը նման դրսևորումներ ունի։
Գիտես, ես ուղղակի շատ հաճախ եմ հանդիպում, որ սա իսկապես նորմալիզացվում է։ Ես եղել է դեպքեր, որ մեծ լայն լսարանի մոտ հարց եմ բարձրացրել ու պարզել եմ, որ երևի լսարանի 90%-ը ենթարկվել է այդ նույն դպրոցական բռնությանը, եւ դա հավանվում է նորմալ, մեկը մեկից էլ ավելի վառ դեպքեր էին բերում, որ հա նորմալ է, մեր ուսուցիչները այսպես էր անում, ու հա հասարակությունը դա շատ նորմալիզացնում է ցավոք։ Այո, շատ ու այստեղ մի հատ շատ նաև մեծ վտանգ կա, ինչքան մենք նորմալիզացնում ենք, այնքան շղթան մեծանում է, որտեղ բռնությունը շղթայական ցավոք սրտի ֆենոմեն ունի, ու ինչքան մեծացնում ենք մեր տոլերանտությունը, այնքան ավելի շղթան մեծանում է ու կարող է դրսևորվի այնպիսի ընտանիքներում, որտեղ չկա բռնություն, այսինքն կարող է ինքը անձամբ ծնողը երեխաների նկատմամբ բռնություն չի կիրառում, իրենց տանը շատ իրավահավասար եւ գենդերային հավասար հարաբերություններ են, բայց երեխան դրսից բերի ինֆորմացիաներ կամ եղբորը կամ քրոջը հարվածել, որովհետև այդ շղթայական բնույթ է կրում ու ինչքան մենք այս հանդուրժողականություն ունենանք, այնքան բոլորիս տները այսպես ասած թակելու է բռնությունը, ցավոք սրտի։ Սերժ ջան, իսկ այ հոգեբանական տրավման եւ գենդերային բռնությունը արդյոք իրանք ինչ որ փոխկապվածություն ունեն, կարող են նման բռնությունը թողել հետևանքներ հետագայում։ Այո, իհարկե, շատ ուղիղ կապ ունի, ընդհանրապես եթե նայում ենք հոգեբանական տրավմայի ժամանակակից բոլոր սահմանումները, առաջին հորիզոնականում սեռական բռնությունն է, հետո գալիս է ընտանեկան բռնությունը։ Ինչի, որովհետև իրանք երկուսն էլ շատ մեծ տրավմա են մարդու կյանքում, ու այս պարագայում կնոջ կյանքում, ու բնականաբար իրենց հետևանքները շատ երկար կարող են դրսևորվել։ Եթե նայում ենք միջազգային գրականությունը, շատ հետաքրքիր համեմատություններ կա գենդերային բռնության տրավմայի եւ առհասարակ այլ մնացած տրավմաների հետ։ Օրինակ համեմատություն կա պատերազմական տրավմայի ինչ որ բնական այլ աղետի ենթարկված կնոջ տրավմայի եւ սեռական բռնության ենթարկված կնոջ տրավմայի ու երեքի պարագայում ավելի մեծ հետտրավմատիկ ստրես խանգարման հավանականություն ունի սեռական բռնության ենթարկված կինը։ Ինչու, որովհետեւ ոչ պատերազմի ժամանակ եւ ոչ էլ բնական աղետների ժամանակ ոչ մեկ կնոջի չի ասում, բա մի քիչ արագ վազեիր, կարողա չընկներ փլատակների տակ, բա որ պատերազմ էր գրակոծներ էր, բա ինչի էր այդտեղ կանգնած։ Իսկ սեռական բռնության պարագայում հարցնում են, ինչ օր էիր հագել, ոնց էիր հագել, ինչու է ժամին գնացիր, ու իմ համար ամենացավոտ բանն է, որ դա հարցնում են մասնագետները։ Այսինքն եթե դա հարցնում է մի մարդ, ով ուղղակի օտարա, այդ հասկանում եմ, չեմ հասկանում, բայց ամեն դեպքում ինչ որտեղ ընդունելի է այն ֆենոմենը, որ չունի այդ իրազեկվածությունը, բայց շատ հաճախ գիտեմ պատմություններ, որտեղ հոգեբանը կամ ոչ հոգեբան օգնող մասնագետը հարցրել է, իսկ ինչ ես այդ ժամին գնացել իր հետ, չէիր մտածում, որ սեռական բռնության պետք է քեզ ենթարկի, չէ, իհարկե չէր մտածում։ Եվ իհարկե տրավմայի հետևանքները շատ բազմաշերտ են, վարքային, կոգնիտիվ, հուզական, բոլոր լեվելներում ինքը արտահայտվում է, սկսած ֆլեշբեքերով, որը շատ իհարկե կյանքի որակի վրա ազդեցություն է ունենում, ավարտած նրանով, որ ընդհանրապես հետագայում օրինակ հակառակ սեռի նկատմամբ մեծ վախեր են ծնվում, օրինակ սեռականության տեսանկյունից, սեռական ընդհանրապես հարաբերություններ ունենալու տեսանկյունից, անչափահասների պարագայում մենք ունենում ենք ցավոք սրտի երկու ծայրահեղություն, կամ անչափահասը ընդհանրապես սեռականության նկատմամբ ունենում է ոչ առողջ վերաբերմունք կամ ունենում է ակտիվացած սեռականություն, որը դրսևորվում է օրինակ անկանոն սեռական հարաբերություններում, իսկ մենք գիտենք մեր հասարակությունը ինչ վերաբերմունք ունի, այս էլ մյուս երկրորդային զոհականացման ֆենոմենն է գալիս։ Այսինքն ցավոք սրտի, եթե մենք կարողանանք քիչ թե շատ օգնող մասնագետներին բացատրենք, որ մարդը աջակցության կարիք ունի ու պետք է այդ խարանները ներսում այնքան մաքրված լինեն, որ ինքը իրապես հասկանա, որ եկել է միտեղ, որտեղ իրեն լսում են ու որտեղ իրեն վստահում են ու հարցեր չկա, թե ինչեր է ժամին տենց գնում, այդ ինչեր է շորը տենց հագած եւ այլն, որտեղ գիտելիքահեն է մասնագետի մոտեցումը, մենք ունենանք մարդ, ով որ վստահություն կունենա եւ կփորձի աջակցություն ստանալ ու ինչքան մեծ շուտ է, այսպես ասած, աջակցությունը տրվում անձին, այնքան քչանում է հավանականությունը հետագայում դեպրեսիա ունենալու, տագնապային խանգարում ունենալու կամ հենց հետտրավմատիկ ստրես խանգարում։ Որովհետև նաև կա տեսակետ, որ տրավման սովորաբար փնտրում է ռետրավմատիզացիաներ, հա, մեր մարմնի մեջ թողելով այդ բլոկ եղած տեղերը, ինքը կարծես անընդհատ ոնց որ ուզենա իրան վերարտադրի, եւ ես ինքս կարդացել եմ շատ հոդվածներում, որ հենց սեռական բռնության դեպքերում, քանի որ հենց անմիջականորեն մարմնական այդտեղ կոմպոնենտը կա, ոնց որ մարմինը
հետագայում ոնց որ էլի անընդհատ այդ տրավմատիզացիան փորձի գտնել, ու ցավոք այո կարող է բերել անառողջ հետագա հարաբերությունների։ Սիրան ջան, հաճախ հանդիպել եմ գենդերազգայուն այդ եզրույթին, մի քիչ դրա մասին կխոսես եւ ինչքանով է դա պետք, ում է դա պետք, մասնագետին է պետք, հասարակության ներկայացուցիչներին է պետք, ում է դա պետք։ Ընդհանրապես տերմինը հենց երկու ոնց որ արմատների համար է կարևոր, գենդեր եւ զգայուն, այսինքն երբ որ մենք ծառայություն ենք մատուցում, մենք պետք է հաշվի առնենք անձի գենդերը եւ զգայուն լինենք իր հիմնախնդրի նկատմամբ։ Իհարկե գենդերազգայուն մոտեցումը ամեն հիմնախնդրի հետ կապ ունի, այսինքն միայն բռնության համար չէ, բայց բռնությունը ամենասպეციფიկ թեմաներից մեկն է, որտեղ շատ կարևոր է գենդերազգայուն մոտեցում։ Այդ իմ վերած օրինակը օրինակ ինչ ես հագել, ինքը հակախտրական եւ ոչ գենդերազգայուն հարց է, որը եթե մասնագետը վերապատրաստված չի, սովորաբար գալիս է ներսի խարարներից ու այդ հարցը իր մոտ ծագում է։ Կամ օրինակ շատ հաճախ տրվող հարցերից է, որը ինձ մեկ ջղայնացնում է, այդ որ օրինակ, բա չէր տեսնում, որ ինքը այդ տիպի մարդ է, չէ, ինքը չէր տեսնում։ Սովորաբար այդ շատ միջազգային գրականությունը շատ ուսումնասիրում է ընդհանրապես ընտանեկան բռնության ցիկլերով ապրող հարաբերություններում ապրող ընտանիքները եւ փորձը ցույց է տալիս, որ սկզբնական շրջանում ընդհակառակը հարաբերությունները շատ եթերային են, շատ հեքիաթային են, այդպիսի տերմին կա նույնիսկ love bombing, այսինքն սիրո ռմբակոծություն, որտեղ որ ընդհանրապես կինը չէ հասցնում հասկանա, որ ինքը մտնում է ցիկլի մեջ ամենայն հավանականությամբ։ Այսինքն եթե մենք այս ամեն ինչը որպես մասնագետ գիտենք գիտելիքներով, էլ կարիք չի լինում էլի անձին հարցնել, բայց չէ զգում իրանից, որ ինքը կարող է քեզ բռնության ենթարկել, որովհետև դու գիտես, որ ընդհանրապես միջազգային գրականությունը լիքը հետազոտություններ ունի ու կարիք չկա այս մասով ոնց որ լրացուցիչ հարցեր տալ։ Երկրորդ ամենակարևոր բանը այդ մեղավորության բերի հարցն է, որը ամենակարևորն է, որտեղ մենք ունենք տարբեր մակարդակներում այստեղ խնդիր եւ արդարադատության համակարգում ունենք, որտեղ ցավոք սուտի, երբ որ կինը ենթարկվում է օրինակ սեռական բռնության, ինքը պետք է գնա ու ապացուցի, որ ինքը ենթարկվել է սեռական բռնության։ Պատկերացեք, այդ տրավմայի մարդը գնում է մի հատ ոստիկանություն, որտեղ բոլորը մեծամասամբ տղամարդիկ են կամ կանայք էլ շատ սենսիտիվ չեն ու պատմում է ինչ-որ բաներ, որոնք շատ իր համար շատ ցավոտ են ու իրեն հարցեր են տալիս, որոնք բնականաբար ավելի բարդացնում են։ Ու օրինակ հոգեբանի ինստիտուտը նման հաստատություններում շատ կարևոր է, որպեսզի հոգեբանը ինքը գենդերազգայուն լինի, որպեսզի ստոպ տային հարցերի ժամանակ, երբ որ չի կարելի, հա, անձին այդ հարցը տալ ու ասի, որ չի կարելի այս հարցերը։ Իմ համար ամենակարևոր կետը գենդերազգայունությանն է դա, որ դու հավասարի սկզբունքով ես աշխատում այցելուի հետ։ Դու ունես նույն սոցիալիզացիան, ինչ որ քո այցելունը որպես կին, հա։ Դու գիտես ինքը ինչ խտրականությունների միջով անցնելու, էլ կարիք չկա, որ ինքը պատմի, որովհետև դու էլ ես կիսում ես մշակույթը, դու հաստատ անցել ես նույնն խարանների միջով, ինչ որ ինքն է անցել, ու շատ հաճախ այդ հավասարությունը շատ օգտակար է լինում։ Բայց այս էլ արդեն ներսից պետք է այնքան մաքրված լինես ու այնքան ճիշտ այդ խարանները մաքրված լինեն, որ քո փորձը հանկարծ չտաս իրեն, կամ չգիտեմ ինչ որ նույնականացումներ չլինեն, բայց հաճախ նաև այդ հավասարի սկզբունքը ապահովելով ցույց տաս կնոջը, որ ինքը կարող է եւ ինքը արժանի է ավելի ապահով կյանք ապրելու համար։ Եվ այստեղից դրամաբանական հարց մասնագետները ովքեր աշխատում են, հա, այս հարցի հետ կամ առնչվում ենք, թեև ես չեմ կարող առանձնացնել, որտեղ ոչ մեկ չգիտի իր այցելուն ինչ թեմայով է գալու, այսպես դժվար է տարանջատել, որ այս մասնագետը հենց դրա հետ է աշխատում, եթե հատուկ կենտրոններում չեք աշխատում, ինչ վերապատրաստում պիտի անցած լինի, կամ արդյոք պետք է այդ վերապատրաստումները, հա, ինչ որ կամ ես նույնիսկ մտածում եմ, ինչ անձնային որակներ պիտի ունենա այս հարցի շուրջ, ինչ կասես Սիրան ջան։ Շատ լավ հարց է իրականում, որովհետև ես կարծում եմ, որ վերապատրաստում անպայման պետք է անցած լինի գոնե ինֆորմացիոն տեսանկյունից, այսինքն օրինակ թվերի մասին իմանա Հայաստանում ինչ թվեր կան վաշեն ընտանեկան բռնության, սեռական բռնության, մենք օրենք ունենք ընտանեկան բռնության, արդյոք դա աշխատում է, ինչ մեխանիզմներ, որովհետև իրապես մենք չգիտենք ով է լինելու մեր այցելուն եւ ինչ քննրով է գալու, ու եթե օրինակ բարձր ռիսկայնությամբ դեպք լինի ընտանեկան բռնության, ու մենք իրեն չուղղորդենք ոստիկանություն, ցավոք սուտի կարող է շատ անդառնալի հետևանքներ լինեն, ընդհանուր մինչև մահը անձի։ Այս պարագայում շատ կարևոր օրենքի մասին իմանալ, պաշտպանական միջոցների մասին իմանալ, շատ կարևոր է իհարկե հասկանալ, թե ինչպես կարելի է անձին աջակցել բացի հոգեբանական տեսանկյունից։ Շատ հաճախ ես
վերապատրաստումների ժամանակ ասում եմ հոգեբաններին, իհարկե շատ լավ է ապահով տարածք ստեղծելը, բայց եթե այդ մարդը գնում է տանը ծեծվում է, ինչքան էլ դու ստեղ ապահով տարածք ստեղծես, ինչքան էլ խոսես, grounding-ներ անես եւ այլն, այդ չի աշխատելու։ Այսինքն շատ կարեւոր է իմանալ արդյոք Հայաստանը ունի կացարաններ, որտեղ կանայք կարան գնան եւ ապահով ապրեն ինչ-որ շրջան, մինչև այդ բարձր ռիսկայնությունը իջնի եւ ընդհանրապես արդյոք պետք է ռիսկի գնահատման գոնե մինիմալ գործիքներ ունենալ, որպեսզի կարողանաս նման դեպքերում աշխատել։ Եվ ամենակարևոր խնդիրները, որ Հայաստանում կա, մի քանիսը նշեմ, ես օրինակ գիտեմ մասնագետներ, ովքեր ընտանեկան բռնության դեպք, որ հստակ ընտանեկան բռնության դեպք հա եղել է ոստիկանությունը ահազանգ, իրենք զույգային թերապիայով են շարունակում աշխատել այցելուների որպես զույգ։ Սա ոչ միայն էթիկական խնդիր է, որը բացառվում է, բայց թողենք այդ էթիկական խնդիրը, որովհետև Հայաստանում դա լուրջ խնդիր է իրացնելու տեսանկյունից, նաև ուղղակի որովհետև այլ զույգ չի, այստեղ առողջ հարաբերություններ չկան, տոքսիկ են ու դու ավելի մեծացնում ես շղթան, ու ստացվում է, որ ինքը գնատուն կարող է եւ այլ հետ չգա երկրորդ անգամ։ Ես միշտ այդ ասում եմ վերապատրաստումների ժամանակ, որ տենց թեթև պետք չի նայել։ Մենք սովորաբար բռնությանը, հատկապես ընտանեկան բռնությանը դիտարկում ենք որպես ապտակ։ Մենք տարեկան մոտավորապես 8-ից 10 կին ենք ունենում մահացած ընտանիքի ներսում, ուզում ասում սա մեծ թիվ է, եթե նայում ենք մեր հասարակության համար, ու պետք է տենց թեթև չնայել հատկապես ընտանեկան բռնությանը, ուստեղ տարիքը կապ չունես երեխաների նկատմամբ, նույն ընտանիքի ներսում բռնությանը, կնոջ նկատմամբ բռնությանը, որովհետև չգիտենք հետևանքը ինչպեսին կլինի։ Ու մի տեսակ կարծես ռիսկերը չենք գիտակցում, իրական ռիսկերը, գիտես, էլի շատ հաճախ հանդիպել եմ, դե իսկ ով տենց չի ապրել, որ շատ հաճախ նույն ծնողներն են, հա, այս շղթան շարունակում եւ կնոջը ասում ոչինչ պիտի դիմանաս, այս շղթան շատ շարունակական է ու մասնագետը երբեմն չի պատկերացնում ինչ ռիսկեր կան։ Այո, ու այստեղ շատ կարևոր է ինֆորմացիոն բլոկի պակասը։ Երբ որ սովորաբար հոգեբանները իրենց համայնքում են լինում, որտեղ համայնքը մի քիչ ավելի կրթական ցենզից եւ այլնից ելնելով բավականին ավելի հանդուրժող է ու դու դրսի աշխարհի հետ այդ կապը շատ չես տեսնում, իսկ դրսի աշխարհում այդ բռնությունները շատ կան եւ մասնագիտական միջավայրում եւ ոչ միայն ու կարիք ունի ընդհանրապես հոգեբանը իմանալու այս տեսակ բաներ, որպեսզի այցելուին կարողանա գիտելիքահեն վերադարձնել, հա։ Օրինակ, չգիտեմ, շատ կարևոր է, որպեսզի կանանց մեծ մասը իմանա, որ մենակ ինքը չի ընտանեկան բռնության ենթարկվում։ Իհարկե ինքը լսել է կողքից, որ էլի եղել են կանայք, չգիտեմ, իր մաման կամ հորեղբորքինը, հա, շատ հաճախ, բայց մեկ է իր համար շատ կարևոր է, որպեսզի մասնագետն էլ ասի, բայց մասնագետը պիտի իմանա դա, որ ասի, որ դա շատ կարևոր է։ Կամ նույն մեղավորության հարցը շատ կարևոր ֆենոմեն է, որտեղ առաջնային տրավմայի ցուցիչներից մեկը այն է, որ բռնության ենթարկված անձը միշտ ունի միտք, որ ինքն է մեղավոր կատարվածի համար։ Մասնագետը պիտի հակառակը կարողանա ապացուցել, բայց ամենաառաջինն այն է, որ ինքը այնքան խարանից պետք է ազատված լինի, որ կարողանա ապացուցել, որ ինքը մեղավոր չի, ու ապացուցել զգայական մասով։ Այո, Սերժան, որտեղ ես հաճախ նկատել եմ, կարող ճիշտ, գեղեցիկ, մասնագիտական ինչ-որ բան ասվի, բայց ներքին իր զգացողություններով մասնագետն էլ պատրաստ չի այլ հայացք ունենալ այս հարցի շուրջ, որովհետև մենք ենք մեր հասարակության արդյունք եւ բնականաբար շատ մասնագետներ էլ իրենց ընտանիքներում դա տեսել են, այսինքն երևի այդ որ ասում են ինչ որակներ կամ ինչ անհրաժեշտ հմտություններ են պետք, երևի այդ գիտակցվածության բարձր մակարդակը եւ մաքուր դաշտը խարաններից, դիտակավորումներից տարբեր։ Այո, ես նաև երևի կարող մի քիչ բան հնչի, բայց անձնային որակներից կնախընտրեմ նաև նշել, որ այս այն թեմանն է, որտեղ թերապևտը պիտի դուրս գա եսակենտրոնությունից եւ հասկանա, որ բազմամասնագիտական թիմ է պետք։ Ինչքան էլ, եթե դիտարկում եմ դրսի փորձը, որովհետև ուրիշ օրինակ չունեմ ցավոք սրտի այս պայդրությամբ, լավագույն փորձն է, երբ որ կինը աջակցությունը ստանում է բազմամասնագիտական թիմի միջոցով։ Ինչու, որովհետև բռնությունը միայն հոգեբանական խնդիր չի, այնտեղ սոցիալական մաս կա, այնտեղ տնտեսական մաս կա, այնտեղ շատ մեծ արդարադատության հարց կա, այսինքն ինքը այնքան բազմաշերտ է ու լայն, որ դա շատ կարևոր է, որպեսզի թերապևտը պատրաստ լինի այցելուին ուղղորդել տարբեր կենտրոններ,
պատմել այդ կենտրոնների առավելությունների մասին եւ այլն ու պատրաստ լինի նաեւ նրան, որ ինքը չլինի այդ ամենի կենտրոնը, որովհետեւ ես շատ հաճախ եմ այդ նկատել, որ տենց է ստացվել, որ ես ինֆորմացիան շատ հաճախ գոլեգաներիս հետ կիսում եմ ու շատ հաճախ եմ նկատել, որ այն փուլերում է ոնց որ սկսվում այցելուին բացատրել, որ գիտես ինչ կարևոր է գնալը, որը ինձ թվում է շատ շուտվանից պետք է սկսվեր արվել, ու հետո շատ երկար մտածել եմ ինչու, որովհետեւ թերապևտիկ դաշտում ես օքեյ ալրիվ, երբ որ դու մտածում ես, որ դու պետք է հարցը լուծես, երբ որ կարիք լինի այլ մասնագետի դիմես։ Բռնության թեմայում հենց առաջին իսկ հանդիպումից շատ կարևոր է այս ինֆորմացիոն մասը տալ այցելուին։ Այդ հոգեկրթական մասը երևի ամենակարևոր կետերից մեկն է, որովհետև շատ հաճախ այցելուները չունեն այդ ինֆորմացիան, թե ուր դիմեն, ուր գնան, ինչ անեն, եւ հոգեբանը մեկ-մեկ այդ թերապևտի դերից դուրս գալով պիտի կարողանա պատմի շատ կարևոր ինֆորմացիաներ, որոնք ինձ թվում է շատ օգտակար են լինում։ Որ մասնագետների հետ է կապը անհրաժեշտ առաջնային որողակների հետ։ Առաջինը սոցիալական աշխատանքն է, որ պետք է գնահատում անի բարբերաբար ռիսկի գնահատման, որտեղ սովորաբար հոգեբանը չպիտի անի ռիսկի գնահատում։ Ես օրինակ վերապատրաստումների ժամանակ շատ հաճախ սովորացնում եմ ռիսկի գնահատման անվտանգության պլանի կազմակերպում, ինչի որտեղ գիտեմ, որ տենց Հայաստանում ամեն ինչ տենց սիրուն չի ձևավորված, ու լավ կլինի, որ հոգեբանը դրանք իմանա։ Իրավաբանական մասն է շատ կարևոր, որտեղ շատ հաճախ sense հարցեր են լինում եւ օրենքի ընդունումից հետո իհարկե առաջնային օղակը ոստիկանությունն է, որովհետեւ պաշտպանական միջոցների կիրառման տեսանկյունից ոստիկանությունը միակ կառույցն է, որտեղ որ մենք կկարողանանք կնոջը ուղղորդել այս աջակցության տեսանկյունից եւ իհարկե բժշկական մասն է, որը կարծում եմ եւս շատ առաջնային է ու նշեցի կացարանի մասին այդ ապահով տարածքի փնտրումն է կնոջ համար ու սովորաբար կազմակերպությունները հենց այս կոմպոնենտները փորձում են բոլորը ներառած լինեն, որպեսզի կինը կարողանա այս աջակցությունները ստանալ։ Սարան ջան, երկար sense հոգեթերապևտիկ զարգացման ընթացքը Հայաստանում տեսնելով, ես գնահատում էի սկզբնական շրջանում իմ կարիերայի, ասենք 20 տարի առաջ, 15 տարի առաջ, որ մարդիկ հաճախ պատրաստ են իրենց երեխաների համար ամեն ինչ անեին, բայց իրենց հոգեկան առողջությանը չանդրադառնային։ Հիմա պատկերը բավական փոխվել է ու այդ շատ լավ է, բայց միևնույնն է, երբ մենք խոսում ենք գենդերային բռնություններից, ես էլի նկատում եմ, որ դե ոչինչ, դե իմ կյանք ոնց որ ես արդեն ոչինչ, ոչ մի կապ չի տրվում, որ այդ ոչինչը միևնույնն է ազդելու է երեխաների վրա։ Իսկ ուզեի մի քիչ այս կոնտեքստն էլ մենք շեշտադրենք, որ դա միայն շատ կարևոր է հենց կնոջ մասին խոսել, բայց քան որ շատ հաճախ դա արժեզրկվում է, որ սա միայն կնոջ մասին չի խոսքը։ Համակարգի առողջության մասին է։ Ամբողջ ընտանիքի ու ամբողջ հասարակության, ընդհանրապես Հայաստանում մենք այդ թիվը չունենք, բայց ամբողջ աշխարհում հաշվվում է բռնության ֆինանսական ազդեցությունը երկրի վրա, թե ինքը ինչքան է նպաստում աղքատությանը եւ ինչքան է նպաստում ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամին, ու տարբեր երկրներ բնականաբար իրենց թվերը ունեն ու ինդեքսը ունեն։ Իրականում սկսած այդտեղից ավարտած նրանով, որ ցավոք սրտի այն երեխաները, ովքեր մեծացել են ոչ առողջ միջավայրում, ընտանեկան բռնության ցիկլերի մեջ, իրենց երբեք չեն ծեծել, բայց տեսել են երեխեքը կամ հիմա կանատեսի տրավմա կա, որտեղ որ անպայման չի, որ երեխան երբևէ նույնիսկ տեսած լինի բռնության այդ դրվագը։ Մենակ այն, որ ինքը կասկածում է, որ կարող է եւ իր մամային, իր papan ծեծում է, գայսա տունը տեսնում է թափրտած է ու տեսնում է, որ մաման ինչ որ հուզական վիճակի մեջ արդեն ականատեսի մասով, ինքը եւս համարվում է տրավմատիկ երեխայի փորձառության համար։ Ու այս ինձ թվում է արդեն ցուցիչ է նրան, որ պետքա շատ զգոն լինել։ Ու ամենավատ բանը, որ շատ հաճախ ես նկատել եմ ու կուզենամ այսօր խոսել դրա մասին, դա է, որ ցավոք սրտի երեխաներին չեն բացատրում ինչա կատարվում։ Շատ հաճախ ու երեխաները իրեն զարգացման հետ, օրինակ էգոցենտրիկ մտածողության զարգացման ֆենոմենի մեջ երեխան վերցնում է իր վրա, որ ես սենց արեցի, որ սենց եղավ, ու այս տանում է իր արդեն հասուն կյանք, որտեղ որ ինքը ահավոր մեծ մեղքի զգացումներով եւ այլ ֆենոմեններով ապրում է։ Կամ օրինակ շատ հաճախ դրսևորվում է դրանով, որ երեխայի գենդերային նույնականացման տարիներին, երբ որ իր համար շատ կարևոր է պապայի եւ այ կին տղամարդ է, այս դերերի ֆենոմենը, ինքը շատ հաճախ սկսում է հասկանալ, որ վայ կարող է եւ մաման թույլն է, իսկ պապան ուժեղն է։ Մի բան, որը գիտենք, որ շատ է դիխոտոմիկ մտածողության տեսանկյունից բացասական հետևանքներ է բերում։ Շատ հաճախ ու էս է լավ ոնց որ ամենակարևոր ցուցիչներից մեկը երեխան, ով որ ականատես եղավ բռնությանը, ինքը մեծ մասամբ ուզելու է
փրկելու այն մարդուն, ով որ բռնության է ենթարկվում, եւ ագրեսիա ունենալու այն մարդուն, ով որ ենթարկողն է, իսկ դա սովորաբար իր ծնողներն են, ու այս բնականաբար երեխայի հոգեկանի համար բավականին տրավմատիկ փորձառություն է։ Այս թեթև դեպքերն եմ ասում, շատ հաճախ մենք ունենում ենք դեպքեր, որտեղ այդ ընտանեկան բռնության ցիկլը անմիջապես երեխայի հետ է կապված։ Այսինքն, եթե ծեծ կա, ծեծը դրսևորվում է ոչ միայն կնոջ նկատմամբ, այլ նաև երեխաների, կամ կարող ենք ունենալ հետևյալ ֆենոմենը, որ ամբողջ ընտանիքի անդամների նկատմամբ, բայց եթե ծերեր կան ընտանիքում, նաև ծերերի նկատմամբ։ Ինչը հետագայում բերում է նրան շատ ուսումնասիրված ֆենոմենը, որ երեխան կամ իր տարեկիցների նկատմամբ սկսում բարձր ագրեսիվություն ունենալ, կամ կենդանիների նկատմամբ, կամ ծերերի նկատմամբ։ Ստացվում է, եթե շատ ուշադիր նայենք, ինքը այս ցիկլով պտտվող ամբողջ հասարակությանը ներառող մի հատ շղթա է դառնում ու մեծ շղթա է դառնում։ Այնպես որ շատ կարևոր է, որպեսզի մենք հաշվի առնենք, որ իրապես հոգեկան առողջության տեսանկյունից երեխայի համար շատ կարևոր է, որ ինքը առողջ միջավայրում մեծանա, որտեղ որ չկա բռնություն, ու առողջ միջավայրը շատ տարբեր ֆենոմեններ ունի, բայց ամեն դեպքում բռնության բացառումը այդ ցուցիչներից մեկը կարա լինի։ Ու չգիտեմ, կարող է սխալվում եմ, բայց երևի երեխայի համար շատ ավելի լավ կլինի, որ ինքը հանգիստ քնի, գուցե ոչ այդքան լավ ֆինանսական պայմաններում, գուցե ոչ այդքան լավ տան մեջ, գուցե չնայած սրանք էլ են բոլորը միֆ են իրականում, որովհետև երբեք կնոջը չի պահում տնտեսական ռեսուրս։ Այս շատ մեծ միֆ է, որ մեր հասարակությունում կա։ Միշտ կնոջը պահում է հասարակության ճնշումը, որ դու ամուսնալուծվես, ոնց կլինի, երեխեքիդ ոնց ես պահելու, շատ հաճախ դրան օգնում ու նպաստում է մեր հասարակությունը, որտեղ այդ խտրականությունը շատ կա, նաև դրան շատ նպաստում է հենց բռնություն կիրառող անձի սպառնալիքները, վախացնող ցուցիչները, այսինքն երբեք կինը չի մնում տնտեսական բաների պատճառով, ինքը մնում է, որովհետև այլ ելք սովորաբար չունի, կամ վախենում է, կամ այլ ֆենոմեններ կան, այդ տրավմատիկ կախվածությունը հազարավոր գործոններ կան, բայց երեխայի հուզական տեսանկյունից, հոգեկան առողջության տեսանկյունից այդ շատ կարևոր բան է, բայց միևնույն ժամանակ չեմ ուզենա այս դնենք մենակ կնոջ վրա, որտեվ ես միշտ այդ ասում եմ, շատ հետաքրքիր է Հայաստանի մշակույթը, կինը բռնության է ենթարկվում, փոխանակ ամուսնուն տնից անեն, դե որտեվ գիտենք խնդիրները ինչ է, այդ կնոջն է խեղճ տնից անում, տանում են ապաստարան, հա, փոխանակ ամուսինը ընկնի դատական process-ների մեջ, որտեվ շատ հաճախ, էլի կինն է ընկնում, այսինքն շատ հետաքրքիր է էլի մշակութային տեսանկյունից ոնց է տղամարդու առավելությունները երևում։ Շատ հաճախ դատարաններում խոսում են նրա մասին, որ ինքը ոչ երեխա կարա պահի եւ այլը, մոռանալով են, որ այս մարդը ծեծել է, մենակ այդ արդեն հերիք է ու այս կարևոր ֆենոմեն է։ Ես միշտ այդ բանն եմ ասում, որ պետք է օրենքների մեջ այս շատ կարևոր մշակութային մասը հաշվի առնեն, որ մեր մշակույթում կինը ցավոք սրտի ամուսնանում է, գնում է տղայի տուն ու չունի իր սեփականությունը ու չունի իր ոչ մի բանը ու ինքը սովորաբար դրանք շատ ճնշող գործոններ են։ Արդեն սահմանափակող գործոն է, հետագա իր նաև ինչ որ քայլեր չտաստված այդ բռնության ցիկլները լինեն։ Այո։ Ու գումարած նաև կողքի այս բանը, որ դու սենց կին պետքա լինես, սենց պետքա անես, կինը սենց պետքա լինի եւ այլն, ու այս շատ կարևոր մասը։ Հետաքրքիր է, երբեմն տարբեր փիլիսոփաներ եւ այլ կարդացել են, որ ասում են առողջ հասարակության կարևոր գրավականը առողջ կինն է, որովհետեւ ցիկլով, հա, եթե հոգեբանորեն կայուն առողջ է կինը, բնականաբար սերունդն էլ ավելի առողջ լինում, ընտանիքն ավելի առողջ լինում, ու այս շատ կարևոր ցիկլ է, որ ստիպված երբեմն ես որպես մասնագետ կնոջը, որը անտեսում է իր ներքին, չգիտեմ, առողջությունն ու ներքին հոգեկան աշխարհը, ստիպված գոնե պատասխանատվություն եմ վերում երեխայի մասով, որ գոնե դու նաև երեխայի հոգեկանի համար ես պատասխանատու ու ստիպված, ոնց որ դա երբեմն լինում է դրդող գործոն, որ ինքը ուշադրություն դարձնի նաև իր սեփական առողջությանը։ Սիրան ջան, ամփոփելով, ես սովորաբար չեմ սիրում խորհուրդ տալ, բայց մասնագետներին մի քանի կետ բռնության առնչվող դեպքերում, հա, ինչ անի մասնագետը, մի քանի կետով, ինչ խորհուրդ կտայր։ Ես էլ երևի խորհուրդ տալու լավ մասնագետ չեմ, բայց երևի առաջնային ու ամենակարևոր բանը հոգեկրթական մասն է։ Հոգեկրթական սկզբից մասնագիտական տեսանկյունից, այսինքն ինչ կա ոլորտում, ինչ հեռախոսահամարներ կան, որտեղ կարող է դիմել այցելուն պատրաստ լինել, հա, եւ հետո արդեն երբ որ այցելուն գալիս է, այցելուի հետ խոսել, բացատրել, հասկացնել բռնության դրսևորումները, որտեղ շատ հաճախ այցելուները նաեւ իրենք չեն հասկանում, որ դա բռնություն է, այսինքն ինքը հոգեբան այնքան իրազեկված
ուղղված պիտի լինի, որ հասկանա, որ սա բռնություն է ու մի փոքր կարողանա բացատրել դա նաև իր այցելուին, կարողանա թեժ գծի հեռախոսահամարներ տալ, ճիշտ ուղղորդել ոստիկանություն եւ այլն, հա, այսինքն հոգեկրթական մասը շատ կկարևորեմ, երկրորդ մասը, որ շատ ոնց որ կկարևորեմ մասնագիտական տեսանկյունից, այդ ներսի խարանների մաքրված լինելն է այս թեմայի մեջ, որովհետեւ մենք բավականին այնպիսի հասարակություն ենք ապրում, որտեղ բռնությունը այնքան նորմալիզացված է մեկ-մեկ, որ մենք էլ ենք նորմալիզացնում ու այդ բռնացնելա պետք, որովհետեւ շատ հաճախ այցելուն այս նորմալիզացված մտքերով գալու է ու մենք պիտի կարողանանք ճիշտ կոնֆրոնտացնել ու առողջ կոնֆրոնտացնել, այսինքն այս էլ կարևոր մաս է։ Եվ իհարկե երրորդ մասը, որ հիմա ուղղակի մտքովս անցավ, այդ այնա, որ նաև փորձենք ինչքան հնարավոր գրականություն, միջազգային գրականություն կարդալ, որովհետև Հայաստանում գիտենք այս թեման ինչքան փակ է ու ինչքան խարանված, ու ինչքան չի կարելիների միջով անցած, մենք շատ հաճախ ու իհարկե ունենք ինչ-որ հոդվածներ եւ այլն, որոնք շատ լավ որ կան, բայց միջազգային գրականությունը շատ արագ վազում է այս թեմայով, շատ արագ դինամիկաներով, անընդհատ ինչ-որ նորություն կա, ընդհանուր ինչ-որ թվեր կա եւ այլն, ինչը կարծում եմ մասնագիտական տեսանկյունից կարա շատ օգնող լինի։ Շատ շնորհակալ եմ, Սիրանուշ ջան, հուսով եմ օգտակար կետեր հնչեցին մասնագետների համար այս շատ նուրբ ու զգայուն թեմայի շուրջ։ Ես եմ շատ շնորհակալ։